Պարոն Սաղաթելյան, առավոտյան էր, որ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը տեղեկացնում էր, որ մարմնի մի քանի անդամների բնակարաններում խուզարկություններ են անցկացվում, այս պահի դրությամբ ինչ նորություն կա։ Ես պայն գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը ձերբակալված է, կարծում կալանքի միջնորդությունն պատրաստում, Քիչ առաջ տեսակ 14 հոգի ձերբակալվածի մասին հայտարարեցին ու բազմաթիվ մի քանի տասնյակ մարդկանց խուզարկություններ բերման ենթարկել եւ այլն։ Մյուս անդամների նկատմամբ, որոնց տանը նույնպես խուզարկություններ անցկացվել, նրանք անազատության մեջ չեն հայտնվել, չէ՞։ Տեսեք, դեպքեր ունենք, հրավիրել են քննչական, դեպքեր ունենք բերման են ենթարկել, ասենց մի ամբողջացնում ենք, էլի պատկերը։ Հասկանում մասնատուս 14 հոգի այս պահին կա ձերբակալված։ Սրբազանի աջակիցների դաշնակցության պատասխանատու անձանցից ու նաև տարբեր մեր ընդդիմադիր քաղաքացիներից։ Պարոն Սաղաթելյան, դուք ինչ գնահատական եք այս ամենին տալիս։ Իշխանությունների կողմից սանձազերծված ապօրինի ամբողջությամբ պրոցես է, կերս մեղադրանքներով իրանք հորինել են իրանք սարքում են մի հատ մեծ շոու ծրագիր է, իրենց իշխանությունը պահելու հերթական մեկ կուսակցության կամ անձի բռնապետություն այս երկրում հաստատելու, մարդկանց ճնշելու, վախեցնելու եւ իրենց իշխանությունը պահելու համար ապօրինի մի գործընթաց է, որը չեն մարսելու, այսինքն չի կարելի այս ծավալի մարդկանց անիրավի կերտ մեղադրանքով, չգիտեմ, սարքած պլաններով ու ձայնագրություններով փորձել չբանալու։ Դուք տեղեկություն ունեք տեղի ունեցող գործընթացները կապ ունեն այդ 3 հայտարարված հեղաշրջման պլանի կամ այսօր, որ արդեն ասում էին ահաբեկչություն են։ Այդպես հայտարարում, իրանք պլան են մշակել, իրանք հրապարակել են, հետո իրանք էլ ձերբակալում են։ Սա ամեն ինչին այսքան պետք է դուրս վերաբերվել, այն իմաստով, որ դա ընդհանրապես հող են նախապատրաստել, ես երեկ այդ մասին արդեն ասում, այս ձերբակալությունների համար։ Այս մարդիկ վախերը փորձում է, այսինքն այդ իրենց ամբողջ թիմով ասենց հիմա հիստերիկ գրառումները, պահվածքը ըստ էության սահմանադրական կարգի երկրի տապալվել է իրենց կողմից։ Իսկ եթե ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է մեր երկրի անվտանգությամբ, ապա անհապաղ պետք է ձերբակալի Նիկոլ Փաշինյանին երկրի սահմանադրական կարգը տապալելու ու մնացած ապօրինությունների համար։ Սա ամբողջությամբ քաղաքական բեսպրեդել է։ Մեր երկրում բոլոր ընդդիմադիր օջախները ոչնչացնելու, դիմադրության օջախները ոչնչացնելու ջարդելու ուղղությամբ։